Քննչական կոմիտեն չի մեկնաբանում տարածված լուրերը, որ կորել է Արշակ Սրբազանի գործով միակ իրեղեն ապացույցը՝ մարիխուանայի գլանակը։ Եթե քննչական կոմիտեն ինքը չի հերքում այս տեղեկությունը եւ իհարկե ոչ էլ հաստատում, բայց ուրեմն կնշանակի, որ իսկապես խնդիրը կա։ Կալանավորված հոգևորականի փաստաբան Արսեն Բաբայանը չուներ տեղեկություն, որ ապացույց թմրամիջոցը անհետացել կամ կորել է, ասաց քրեական գործի իրեն հասանելի նյութերում նման արձանագրություն չկա։ Չկա ապացույց, չկա գործ։ Արդյոք այս սկզբունքն է գործելու։ Ասել թե եթե չկա իրեղեն ապացույց թմրամիջոցը, ապա գործը անմիջապես պետք է փակվի, այդպես չի, պետք է իրականացվի քննություն։ Եթե քաղաքական իշխանությունը չի հրաժարվել Արշակ Սրբազանի նկատմամբ քաղաքական հետապնդումներ իրականացնելու իր մտադրությունից, իսկ մենք տեսնում ենք, որ ոնց որ թե չի էլ հրաժարվել, եւ վերջնական որոշման արդյունքում գործը կուղարկի դատարան, ապա քննությունը կշարունակվի դատարանում։ Իշխանություն եկեղեցի սուր հակասությունների ֆոնին իրավապահները նոր թափ հաղորդեցին 7 տարվա վաղեմության մի հաղորդման, որի արդյունքում Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը հայտնվեց ճաղերի հետևում։ Իրավապահները պնդում են 2018-ին կաթողիկոսի հեռացումը պահանջող Նոր Հայաստան Նոր Հայրապետ շարժման մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով Գարեգին II-ի մերձավոր շրջապատի բարձրաստիճան հոգևորականը հրահանգել էր ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց գցել, թե հայտնաբերված մարիխուանան, թե փորձաքննության արդյունքը, թե քննչական գործողությունները ըստ փաստաբանի թվագրվում են 2018-ով, դրանից հետո գործում ոչինչ չի ավելացել։ Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչեմ։ Չնայած իրեն վերագրվող մեղադրանքը դեկտեմբերից կալանավորված Մայրաթորի դիվանապետը հերքում է, նրա փաստաբան Արսեն Բաբայանը այնուհանդերձ կարծում է ենթադրյալ անհետացումը դատական ակտի վրա չի կարող չազդել։ Գործի քննությունը այս պահին շարունակվում է, հայտնի չէ, երբ այն դատարան կուղարկվի։ Նաև գնահատման կարժանանա հենց այդ իրեղեն ապացույցի հնարավոր, եթե կորել է, այդ իրեղեն ապացույցի բացակայությունը վերջնական դատական ակտ կայացնելիս։ Որովհետև օրինակ պաշտպանության կողմը ես մասնավորապես զրկվում ենք հիմնավորման դեպքում այդ ապացույցը կամ թմրամիջոցը լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննության ենթարկելու մեր իրավունքից։ Քննչական կոմիտեից նաև հետաքրքրվել էինք, եթե իրեղեն ապացույց թմրամիջոցը այնուհանդերձ կորել է, արդյոք դրան ներքին քննություն է հետևել։ Ոչ հնարավոր քննության մասին է քննչական կոմիտեն հաղորդել, ոչ էլ դրա արդյունքների։ Խոսնակը հրաժարվեց մեկնաբանել նաև այս հարցերը։